Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 7։ Անօրենությունները զորացան ինձ վրա, մեր ամբարշտությունները դուք հավում ես, Սաղմոս 65-րդ գլուխ 3-րդ խոսք։ Ոմանք կարծում են, թե բոլոր նրանք, ովքեր ճշմարիտ մասնակիցներ են Քրիստոսին, վեր են յուրաքանչյուր մեղքի գերիշխող զորությունից, սակայն սա հակասում է Սաղմոս 2-ի խոսքերին. Անօրենությունները զորացան ինձ վրա, մեր ամբարշտությունները դուք հավում ես։ Այստեղ մենք տեսնում ենք, որ այդ սուրբ մարդը նույնիսկ այն դեպքում, երբ մեղքը կարծես գերիշխում էր իր վրա, վստահությամբ ապավինում էր Աստծո ներմանը։ Նույնը տեսնում ենք նաև Պողոս առաքյալի մոտ, որը գոհություն էր հայտնում Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով, որովհետև ազատված էր օրենքի դատապարտությունից, մինչդեռ իր անդամների մեջ գործող մեկ այլ օրենք դեռևս իրեն գերի էր տանում մեղքին։ Ոմանք նաև կարծում են, թե բոլոր ճշմարիտ սրբերը մշտապես ազատ մուտք ունեն Աստծո ներկայությանը աղոթքի մեջ և ամեն ժամանակ զգալի պատասխաններ են ստանում իրենց աղոթքներին, սակայն դա նույնպես հակասում է Աստծո ժողովրդի բազմաթիվ ցավալի փորձություններին, որոնք հաճախ բողոքում էին, որ իրենց աղոթքները կարծես չեն լսվում և Աստված կարծես ուշադրություն չի դարձնում իրենց։ Ով Տեր, մինչև երբ կմոռանաս ինձ իսպառ, մինչև երբ կթաքցնես քո երեսն ինձանից։ Իմ Աստված, ինչի համար ես թողել ինձ, հեռու ես իմ փրկությունիցը և իմ հառաչանքի խոսքերիցը։ Ով իմ Աստված, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում, գիշերն էլ, բայց հանգստություն չկա ինձ համար։ Սաղմոս 13-րդ գլուխ 1-ին խոսք և 22-րդ գլուխ 1-ից 2-րդ խոսք։ Ոմանք նաև կարծում են, թե յուրաքանչյուր ոք, ով իսկապես մասնակից է Քրիստոսին, անպայման պետք է ունենա Աստծո անմիջական վկայությունը դրա վերաբերյալ, Սուրբ Հոգու այն առանձնահատուկ ներգործությամբ, որի մասին գրված է. Ինքը Հոգին մեր հոգու հետ միասին վկայում է, որ մենք Աստծո զավակներ ենք։ Այդ պատճառով նրանք շարունակում են կասկածել, թե արդյոք իսկապես պատկանում են Քրիստոսին, քանի որ չեն զգում Սուրբ Հոգու այդպիսի վկայությունը։ Սակայն նրանք մոռանում են, որ նախ պետք է հավատան և վստահեն այն վկայությանը, որ Աստված տվել է իր Որդու մասին, որ նրա մեջ է կյանքը, և այդ կյանքը բավարար է մարդկանց համար։ Միայն դրանից հետո կարող են ակնկալել Սուրբ Հոգու կնիքը և վկայությունը։